Այսօրին հասարակության մի շարք անդամներ գալիս են մարտական հերթապահություն իրականացնող տղաների մոտ, որպեսզի նրանց ոգևորեն եւ նրանցով ոգևորվեն։ Բայց այսօր մեզ հետ սահմանային զորամաս են եկել մարդիկ, որոնց այցը մի փոքր անակնկալ էր։ Իսկ թե ովքեր են նրանք, կիմանաք մի փոքր ուշ։ Ողջույն։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Նորեր Հարությունյանը։ Իսկապես քառօրյա պատերազմից հետո բավականին մեծ քանակով մարդիկ շտապեցին գնալ առաջնագիծ։ Մեծաքանակ կամավորական խմբերի հետ միասին հասարակության մի շարք անդամներ գնալով դիրքեր իրենց հնարավորությունների չափով աջակցեցին մեր երկրի սահմանները հսկող զինծառայողներին։ Ինչպես արդեն ասացինք, այս անգամ մեզ հետ սահմանային զորամաս են եկել մարդիկ, ում զինվորները չէին սպասում տեսնել իրենց զորամասում։ Այսօրվա մեր հյուրը Վրեժ Խաչիկյանն է, իր սաների հետ միասին։ Մեր կապը բանակի հետ միշտ կա։ Նպատակը նա է, որ կարողանանք ապագա շարքի լրացնող լավ զինվորներ լրացնել, որոնք ապագա կլինեն գիտնական, կլինեն ով ուզում է լինեն, բայց առաջնետեն լինեն լավ հայրենիքի պաշտպան զինվոր։ Մենք ձեր առջև խոնարհվում ենք, շնորհակալություն ենք հայտնում, որտեղ այսօր այդ բերը ձեր ուսերին է։ Մանավանդ այս կարևոր սահմանի վրա։ Եվ ցանկանում ենք, որ անշար անփորձան, ոչ միայն դուք, բոլոր մեր սահմանապահ քաջերը ծառայություն ավարտեն եւ իրենց ընտանիքին վերադառնան։ Եթե զինծառայողների համար ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին եւ ֆեդերացիայի բազմաթիվ սաների այցելությունը զորամաս անսպասելի էր, ապա Մարտիկ հաղորդաշարի ստեղծագործական խմբի համար սա նորություն չէ։ Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան մեր հաղորդաշարի հյուրն է։ Նրանք մեզ հետ են եղել առաջնագծում, դիրքերում կանգնել են զինվորների կողքին, նրանց փոխանցել իրենց հավաքած կոնֆետներն ու ջերմությունը, ծանոթացել նրանց ծառայությանը, շփվել են զինվորների հետ, սովորել են կրակել եւ կրակել են շատ լավ։ Զինվորներին հարցեր են տվել ամեն ինչի մասին, գիտակցել են զինվորի արժեքը։ Նրանք այն երեխաներն են, ովքեր ցանկացած հնարավորության դեպքում այցելում են զորամասեր եւ ցուցադրություններ ունենում հայ զինվորների համար։ Այս երեխաները վաղուց արդեն հասկացել են, թե ինչ մեծ արժեք ունի զինվորը։ Նրանք բազմիցս շփվել են զինծառայողների հետ եւ նրանց ցույց են տվել իրենց հմտությունները։ Այս անգամ եւս, չնայած ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակին, ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի մի շարք անդամներ այցելեցին սահմանային զորամաս։ Էսի թալիշն է։ Այս կողմից կայք։ Ձեզ ներկայացնեմ Վագիվ Բայրամովին։ Վագիվ Բայրամովը կապիտանը, ինքը որ սահմանը հատեց եկավ, դուխով եկավ, այսպես հետ վերադարձրեցի։ Այս կողմն է էլի ցույց։ Էսա, խնդրեմ։ Այսպես եկավ, էսե գլխից խփեցի։ Մինչ այցելության բուն նպատակին անցնելը մի փոքր թերթենք պատմության էջերն ու պարզենք, թե ինչպես եւ երբ ստեղծվեց ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան։ Ռազմական թեքվանդոյի մարզիկների շարքերում կան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ։ Ֆեդերացիան ստեղծվել է 1999 թվականին։ Այդ տարիներին կարևոր էր նման մարզիկներով համալրել Արցախի բանակը։ Այդ պատճառով էլ Շուշիում Վրեժ Խաչիկյանը ստեղծեց ռազմական թեքվանդոյի առաջին ակումբը։ Ոգևորությունը մեծ էր։ Սկիզբ էր դրվում հայրենանվեր մի մեծ գործի, որի արդյունքն իրեն երկար սպասել չտվեց։ Իհարկե կային նաև բարդություններ։ Խնդիրն այն էր, որ արցախցի երեխաների ականջներում դեռ չէին լռել արկերի պայթյունների ձայները, դեռ չէին ապակինվել հոգու վերքերը։ Բայց Վրեժ Խաչիկյանն անկոտրուն էր եւ հավատում էր այդ մեծ գործի հաջողությանը։ Երեխաներն անցան մարզումների եւ կարճ ժամանակ անց առաջացած խնդիրների հետքն անգամ չմնաց նրանց մեջ։ Բոլորի աչքի առաջ աճում էին Արցախի բանակի ապագա առյուծները։ Ոգևորված արդյունքներից 2003 թվականին ֆեդերացիան սկսեց իր լիարժեք աշխատանքային գործունեությունը ծավալել, իսկ ահա 2004 թվականին հիմնադրվեց Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան։ Ֆեդերացիայի մարզիկները քաջ գիտակցում են, թե ինչի համար է ստեղծվել այս մարզական կառույցը։ Նրանք ամեն տարի իրենց մարզիչների հետ մեկնում են Արցախ, մասնակցելով զորավարժությունների։ Ունենում են ցուցադրական ելույթներ, ոգևորում են զինծառայողներին եւ ջերմ ու անմիջական շփումներ ունենում նրանց հետ։ Զինվորների հետ փոխանակվում են գիտելիքներով եւ հմտություններով։ Պակաս կարևոր չէ այն, որ ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի մարզիկները երբեք չեն մոռանում զոհված ազատամարտիկներին եւ այցելում են նրանց շիրիմներին։ 2011 թվականին անցկացվեց ռազմական թեքվանդոյի զինված ուժերի բանակային մրցաշարը, որին իր մասնակցությունն ու աջակցությունը բերեց ֆեդերացիայի լավագույն բարեկամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս հանգամանքն էլ ավելի է ոգևորում պատանի մարզիկներին։ Ռազմական թեքվանդոյի մարզիկները սովորում են ապագա զինվորի համար շատ կարևոր մի օրենք՝ սիրել բնությունը եւ հայրենի բնաշխարհը, որը հենց մեր հայրենիքն է։
Պատահական չէ, որ մարզիկները ավելի շատ սիրում են իրենց մարզումներն անցկացնել բնության գրկում, քան մարզադահլիճում։ Հիմա վերադառնանք Զորամաս, որտեղ ինչպես երևում է, երեխաները ինչ-որ ցուցադրական համար են պատրաստել զինվորների համար։ Այո, դե էլ ինչ այցելություն Զորամաս առանց ցուցադրական ելույթի։ Եկեք մենք էլ զինծառայողների հետ միասին հետևենք երեխաների ելույթին։ Բացի մարզիչներից Զորամաս են եկել նաև քաղաքացիական հագուստով տղամարդիկ։ Դրանք ֆեդերացիայի սաների հայրերն են։ Սա եւս մեզ համար նորություն չէր։ Անցած տարի եւս ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի անդամները, սաները եւ նրանց հայրերը այցելել էին դիրքեր։ Ու այդպես հայր ու որդի էլ կանգնեցին դիրքերում եւ ոգևորեցին մեր զինծառայողներին։ Ինչպես ասում են, պատմությունը սիրում է կրկնվել։ Նորից հայր եւ որդի եկել են սահմանային Զորամաս դիրքապահ տղաներին ոգևորելու։ Այս առիթով խոսեցինք ֆեդերացիայի սաների հայրիկների հետ։ Չնայած այս լարված իրավիճակին, այս միկրոպատերազմին, ինչպես որակում են շատերը, դուք ձեր որդու հետ եկաք սահմանային Զորամաս տեսակցելու եւ ոգևորելու զինվորներին։ Ինչ խորհուրդ ունի այս ամենը ձեզ համար։ Առաջինը ցույց տալու, որ երիտասարդ փոքր սերունդը ժամանակին գալու է հասնի եւ փոխարինի այսօրվա ծառայող մեր զինվորներին, եւ երկրորդը կասեի հենց նույն երեխաների համար ավելի ուսուցողական, որպեսզի նրանք պատրաստված լինեն, երևի թե ավելի կարևոր երկրորդ մասն է, որպեսզի նրանք պատրաստ լինեն ծառայության եւ իմանան ուր են գնում եւ հանուն ինչի են ծառայելու, այսինքն պատրաստված լինեն։ Մեր անցած ուղին, այդ նույն ուղիով մենք ենք անցել, իրանց որպեսզի ցույց տանք մենք ինչ ուղիով ենք անցել եւ այսօր ինչ ուղին ընտրել իրանց մեծերը եւ վաղը նույն ուղիով իրանք են գնալու։ Դուք ծառայել եք։ Այո։ Որ թվականին։ 1996-ից 98 թվականը Մանդաղիսի գնդում Թալիշի բատալյոնում։ Այսքան տարի է անցել եւ դուք նորից եղաք Զորամասում, ինչ փոփոխություններ նկատեցիք։ Բարելավում, դեպի լավ ամեն ինչում դեպի լավ։ Իսկ երբ տեսնում եք ձեր տղաներին համազգեստով եւ զինվորներին իրար հետ շփվելիս, տեսեք օրինակ հյուրասիրում են ձեր տղաներն նրանց հետ, հետաքրքիր է ինչ ապրումներ եք ունենում այդ պայն, ինչ եք զգում։ Հուզիչ ապրումներ։ Ժամանակին երբ ծառայել եք, ձեզ երեխաները այցելել են, կհիշեք։ Ես որ ծառայել եմ Թալիշում, ծառայել եմ գյուղի մեջ, Թալիշ գյուղի մեջ բնակիչների հետ, այսինքն երեխեքի հետ։ Բայց մեր երեխաների այցը համոզված է, որ այսօր իրանց համար շատ ոգևորիչ է։ Այսինքն ձեզ որպես զինվորի երեխաների շփումը ոգևորում։ Միանշանակ։ Ցուցադրական ելույթին հաջորդեց պարոն Խաչիկյանի փոքրիկ դասը զինծառայողների հետ։ Մի քանի հնարքի տիրապետելը երբեք չի խանգարի։ Իսկ այս փոքրիկ դասից հետո երեխաներն արդեն ազատ ու անմիջական շփման մեջ մտան զինծառայողների հետ։ Գիտեք, թերևս մենք երկու հարստություն ունենք։ Մեկը երեխաներն են, որոնք մեր երկրի ապագան են, մյուսը զինծառայողները, որոնք փաստացի մեր երկրի ներկան են։ Նայելով այս երկու հարստությունների անկեղծ ու ուրախ շփմանը, միայն ապահովություն եւ հանգստություն է զգում։ Երեխաները միայն Զորամասում սահմանափակվել չէին ուզում, նրանք մեկ հստակ նպատակ ունեին, այն է բարձրանալ դիրքեր։ Վրեժ Խաչիկյանի հետ միասին զրուցեցինք Զորամասի հրամանատարական կազմի հետ եւ որոշեցինք, որ ստեղծված իրավիճակում երեխաներին դիրքեր բարձրացնելը չափազանց վտանգավոր է, քանի որ նենք հակառակորդը կարծես դեռ չի կարողացել հասկանալ զինադադար բառի իմաստը։ Չնայած երեխաները մի փոքր տխրեցին, երբ իմացան, որ դիրքեր չեն կարող բարձրանալ, միևնույն է, բարձր տրամադրությամբ շարունակում էին շփվել Զորամասի բոլոր զինծառայողների հետ։ Մեր ստեղծագործական անձնակազմը պարոն Խաչիկյանի հետ բարձրացավ դիրքեր եւ հանդիպեց հենակետում մարտական հերթապահություն անցկացնող զինծառայողներին։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ծառայությունը ինչպես է։ Նորից շատ լավ եւ զգոն։ Հակառակորդ այս ակտիվ օրերին ձեր մոտ է ակտիվություն ցույց բերում։ Հաճախակի է լինում։ Անыз ոնց է տղաս։ Ռուսլան, Ռուսլան ջան, ինչքան ժամանակ է ծառայում ես։ 22 ամիս։ Դու համ լավ տեղ գիտես, որ թշնամին որտեղ ոնց է շարժվում։ Ժամն է։ Շատ լավ։ Որտեղից ես Ռուսլան ջան։ Երևանից։ Բոլորս էլ ապարտանում ենք ձեր նման տղեկով, որ այսօր սահմանը պահում են, անշարժան փորձանք, ծառայություն են մաղթում եւ այդպես բարձր տրամադրություն, որովհետեւ քո խոսքը ինձ էլ մեծ ուրախություն է ապարգևում եւ ներշնչում է, որ
Վստահաբար ասում ես ամենի շատ լավը։ Գիտենք որ խնդիրներ կան, գիտենք որ ամենի շատ լավ չի, բայց որ ծառայությունը դուք այդպես դիտարկում եք եւ այդպիսի ոգով ծառայություն եք կրում, դա մեզ տալիս է այն հպարտությունն ու ուրախությունը, որ այսօր մենք ունենք ձեր նման փառապան զինվորներ։ Իսկ տանեցիներին կուզես բարևել մեր եթերից։ Իհարկե կուզեմ։ Դե նայ այնտեղ բարև։ Մամ ջան, պապ ջան, սաղետը կարոտել եմ, սաղետը բարևում եմ։ Հայր ջան, սաղ լավ է մեր մոտ։ Մենք միշտ ուրախ ենք, որ դուք մեզ չեք մոռանում, միշտ հիշում եք։ Տեսանք, թե ինչ պայմաններում են ծառայում տղաները, ինչպես են սնվում, ինչպես են հերթապահում, իսկ հետո պարոն Խաչիկյանը անհատապես մոտեցավ տղաներին եւ սկսեց հարց ու փորձ անել։ Բարև տղեկ ջան։ Ոնց եք։ Լավ, մեր շատ լավ։ Ձեր անուններն ասեք տղեկ ջան, հերթով ասեք։ Նարեկ, Վանիկ, Մամբրե, Նարեկ ջան, որտեղից ես։ Գյումրիից, Դու։ Արատից, Մամա ջան, դու որտեղից ես։ Թալինից։ Ալինից։ Ապ ջան, սրա վերջը բը ինչ կեղնի որ հիմա։ Ես որ իրաց sense վատ եմ պահում ես մեր տշնամիները։ Վերջը մեր հայերի սրտով կեղնի։ Վստահ եմ որ տես կնի։ Հայացքին կոչ են կանում, բին մնան մի բրոնզքի նման ուժեղ ելնեն, միշտ դուխով ելնեն, որտեղ հայ զինվորը միշտ կանգնած է իրաց թասիբին։ Թշնամին համեմատաբար շատ մոտիկ է ձեր դիրքերին։ Դու էլ ոնց որ ամենակրտսեր ծառայողն ես։ Առաջին անգամ որ եկար դիրքերը, հիշում ես առաջի գիշերը։ Հա, հիշում։ Ինչի մասին էիր մտածում։ Մտածում էի ամեն ինչ լավ լինի։ Լավ է պետք է լինի իհարկե Աստված մեծ է ինչի մասն է խոսքը։ Հայ ջան, դու ինչքան ժամանակ ես ծառայում։ 16 ամիս։ 16 ամիսը ոնց անցավ։ Շատ լավ, աննկատելի։ Չթվաց ծառայությունը ոչ թվ։ Այ վերջի երկու ամիսը Աստված նման աննկատելի անցնի, եթե չթվա։ Հազար բարև։ Ոնց է ծառայությունը։ Լավ ծառայությունը։ Ամեն ինչպես է։ Մանվել։ Ամեր ջան, որտեղից ես։ Երևանից եմ։ Մասիվից 5-րդ։ Բարևում եմ բոլոր մասիվցիներին դիրքերից։ Այս օրերին զինծառայողների ավանդական դարձած բարևները մեծ արձագանք են ստացել նրանց ծնողների եւ հարազատների շրջանակներում։ Մեր հաղորդաշարի խմբագրությանը բազմաթիվ էլեկտրոնային նամակներ են հասնում, որտեղ ծնողների մի մասը շնորհակալություն է հայտնում իրենց զինվորի ողջույնը հեռարձակելու համար, մյուս մասն էլ խնդրում է հաջորդ հաղորդման ընթացքում նկարահանել իրենց զինվորին եւս։ Այս առիթով մենք ընդամենը կասենք, որ այս աշխատանքը մեր սուրբ առաքելությունն է, եւ մենք ամեն նկարահանման ժամանակ աշխատում ենք հնարավորինս շատ զինծառայողների նկարահանել եւ իրենց ողջույններն ուղղել ձեզ։ Հակոբ ջան, մինչև բանակ գալու ինչով եք զբաղվում։ Սովորում է եւ պարապում է։ Ինչ եք պարապում, ֆուտբոլ։ Խաղացել ես պրոֆեսիոնալ։ Այո, Որտեղ։ Վրաստան դավակումբում։ Եվ ինչու չշարունակեցիր։ Բանակից հետո կշարունակեմ։ Այ սպորտը քո ծառայությանը նպաստեց օգուտ տվեց որ ծառայությունը ավելի հեշտ տանես։ Ինչ կասես դրա մասին։ Այո, նպաստեց։ Օրինակ ինչ Ֆիզիկական աշխատանքները։ Պատիվ ունեցել ես մեր հավաքականի մարզաշապիկ գրելու դե Ունեցել եմ այո, Փյունիկ ակումբում եմ խաղացել։ ուզած հավանած աղջիկ ունես։ Չէ, Իսկ եղել են աղջիկներ մինչև բանակ։ շատ են եղել։ Կարող ես նրանց բարևել։ Ծաղին բոլորին բարևում եմ։ Հորս եմ բարևում, որ այս բային գտնվում է Ռուսաստանում, տատուս եմ բարևում եւ քույրիկ եղբայրներիս։ Սա ապրիլյան դեպքերից հետո պարոն Խաչիկյանի առաջին այցելությունը չէ դիրքեր։ Արցախի ազատամարտի թոհուբոհի միջով անցած Վրեժ Խաչիկյանը տեղում նստել իհարկե չէր կարող։ 1994 թվականին Վրեժ Խաչիկյանը պատերազմել է իր երկու եղբայրների հետ, մասնակցել մի շարք կարևոր մարտական գործողությունների։ Այդ օրերից անցել է արդեն 22 տարի, բայց միևնույն է, պայքարող տեսակը լռել չի կարող։ Քարորիա պատերազմի ամենասկզբից էլ պարոն Խաչիկյանը եղել է Թալիշի դիրքերում եւ իր հնարավորության չափերով օգտակար եղել մեր զինծառայողներին։ Բարև ձեզ։
Դիրքերից վերադառնալով Զորամաս իմացանք, որ հենց այս Զորամասում է ծառայում ֆեդերացիայի սաներից մեկը։ Հրաչը Հարությունյան մեր ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի լավագույն սաներից էր, որ հիմա լավագույնս շարունակում էր ծառայությունը մարտական հերթապահությունում, մարտական հենակետերում։ Մեծ պատիվ է այսօր մեզ համար։ Առաջին տեսնել ես նոր կարգավիճակում, ավելի նոր բարձունքների հասած։ Ինչքան ժամանակ է որ ծառայում ես։ Տարի 4 ամիս։ Հեշտ հարմարվեցիր ծառայության։ Կարդում ես ռազմական թեքվանդոյի դասերը։ Զբաղվում ես Զորամասում, թե հնարավորություն։ Կան հնարավորություն։ Իսկ հետագայում շարունակելու ես։ Անպայման։ Հրաշ երբևէ մտքովդ կանցներ, որ ձեր ֆեդերացիան նախագահի եւ քո ընկերների հետ քայցելի են ձեր Զորամաս։ Չէ, չեմ մտածել այդ ուղղությամբ։ Իսկ ինչ ապրումներ ունեցար եւ տեսար, որ ձերոնք են եկել Զորամաս։ Լավ։ Անսպասելի էր։ Հա, ոնց։ Կարող ես քո ողջույններն ուղարկել տանեցիներին, ովքեր նայելու են քեզ։ Ողջունում եմ բոլորի տանեցիներին, մեր մարզիչին, Ջիվանին ընկեր։ Առանձնահատուկ ողջունում եմ ընկերուհուս, ջերմ բարևներ եւ համբույրներ։ Այդպես։ Իսկապես ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան հրաշալի զինվորներ է տվել մեր բանակին։ Շնորհիվ հետևողական աշխատանքի ֆեդերացիայի սաները դառնում են իրենց Զորամասի լավագույն զինծառայողներից մեկը։ Ասածից ճշմարտությունը փաստում է այն, որ ֆեդերացիայի սաներից մեկը, ով ծառայում է հատուկ նշանակության բրիգադում, ապրիլյան քարորյա պատերազմի ընթացքում մարտական գործողություն կատարելիս վիրավորում էր ստացել։ Մենք հանդիպեցինք նրան եւ զրուցեցինք եղածի մասին։ Իդեպ ռազմիկին ֆեդերացիայի մյուս սաները վաղուց չէին տեսել։ Մենք բախտ ունեցանք ներկա գտնվելու ռազմիկի եւ իր ընկերների հանդիպմանը։ Հարգելի հեռուստադիտող, ձեզ եմ ուզում ներկայացնել Ռազմիկ Խաչատրյանին, ով 8 տարի զբաղվել է ռազմական թեքվանդոյով եւ այժմ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ստացել է վնասվածք, մի փոքր վիրավորում, բայց ապաքինվելուն պես նորից շտապելու առաջնագիծ եւ հիմա պատիվ ունենք զրուցել նրա հետ։ Ողջույն Ռազմիկ։ Մի փոքր առանց փակագծեր բացելու կպատմես, թե ինչպես եղավ եղելությունը։ Մեր հատուկ նշանակության խմբին հանձնարարված էր, որպեսզի իրականացնեին գյուղի պաշտպանությունը։ Ժամը 12-ի կողմերը արդեն սկսեցին ռմբակոծել։ Բարձրացանք վերև դեպի անտառ։ Փոս կար, այդ փոսի մեջ դիրքավորվեցինք։ Լուսադեմին արդեն ժամը 6-ին իրենց սպեցնազը, իրենց ռազմետկեն արդեն մտել էր մեր տարածք։ Հանդիպեցինք իրաց մոտ 50 մետր տարածության վրա։ Ու սկսեցինք արդեն կրակել իրար վրա։ Իրանցից մեկը գրանատ գցեց, ընկավ իմ մոտ էլի։ Թռա փոսը օդի մեջ SVD-ով հրազանային վնասվածք ստացած երիցս։ Իսկ նռնակի բեկորները կպան քեզ։ Նռնակի բեկորներն է կպան, բայց փառք Աստծո լուրջ վնասված չեմ ստացել։ Այդ փոքրիկ դիմակայությունում հաղթողը մենք եղանք։ Մենք ենք եղել, իրանց 30 հոգուն էլ ոչնչացրել ենք։ Մինչև ծառայության գնալը ինչքան ժամանակ է զբաղվել ռազմական թեքվանդոյով եւ ինչ հաջողություններ ես ունեցել։ Մինչև ծառայության հասնելու 8 տարի զբաղվել եմ թեքվանդոյով, մարտարվեստով, ունեցել եմ շատ հաջողություններ, Հայաստանի չեմպիոն, փոխչեմպիոն։ Զորամասում մեզ հանդիպեց մի հետաքրքիր անձնավորություն։ Զինծառայող, ով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լավագույն դիպուկահար մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, բայց դրա հետ մեկտեղ իսկական արվեստագետ է։ Նա անձամբ է նկարազարդում Զորամասի մատուռի պատերը։ Նայում ես ու ապշում, լավ դիպուկահարն ու լավ արվեստագետը որքան մոտ են իրար, որքան համատեղելի։ Նախ շնորհավորում եմ քեզ, ճիշտ է մի փոքր ուշացումով այդ ճակերտավոր հաղթանակի առիթով, քանի որ ասացիր, որ ժամկետային զինծառայողների մեջ կարելի ասել առաջինն ես եղել։ Եվ ուզում եմ, որ դու քո ողջունի խոսքը ուղես հարազատներիդ եւ տանեցիներիդ։ Ես ուզում եմ ողջունել իմ հարազատներին, իմ ծնողներիս, մամ ջան, պապ ջան, ուրախ եմ արդեն վերադառնում եմ, բան չի մնացել, մար ջան, քեզ էլ համբերություն, դիմացի մի քիչ էլ։ Շուտով հետ եմ գալիս։ Երբ արդեն պատրաստվում ենք դուրս գալ Զորամասից, խոսեցինք երեխաների հետ, պարզելու, թե ինչ տպավորություն ստացան իրենց անցկացրած օրվանից։ Քանի տարեկան ես։ 10։ Եվ 6 տարեկանից փաստորեն արդեն թեքվանդով ես զբաղվում, շարունակելու ես, թե ոչ։ Շարունակելու։ Կուզես հետագայում զինվոր դառնալ։ Այո։ Ինչու։ Որպեսզի պահեմ իմ հայրենիքը։ Եվ ինչ եք խոսում զինվորների հետ, երբ որ առանց մեզ առանձնացել եք նրան։ Իրենց օրակարգի մասին, թե ինչով են զբաղվում ազատ ժամերին, ընդհանրապես ամեն ինչից ինչ որ նրանք անում են օրվա ընթացքում։ Ճաշարանում հաց կերակ։ Այո։ Դուրդ եկավ հաց։ Այո, շատ համով էր։ Ինչ կերակ։
Սուպ կար, դեն քիչ կեչուպը հետը սալատ էլ կար, աղցան։ Ինչը ամենաշատը հավանեցիր։ Սուպը։ Զինվորների համար ինչ հնարքներ ցույց տվեցիք։ Հնարքներ ստացիք դանակող փելը, պահելը, հարված ցույց տալը, ընկնելը եւ այլն։ Ուզում էիր դիրքերում լինել։ Այո, ուզում էի։ Ինչ ես կարծում, ինչու չստացվեց այսօր։ Դե քանի որ հակառակորդ թիմը շատ ինտենսիվ է, բացում է կրակ, հրետանի, ամեն ինչ, վտանգավոր է այդ ամենը ճիշտ ասած։ Մեր անվտանգության համար չեն անում։ Իսկապես օրը ստացված էր։ Երեխաների հետ շփման արդյունքում այսքան դրական էներգիա ստանալուց հետո զինծառայողները ել ավելի մեծ պատրաստակամությամբ կպաշտպանեն մեր դիրքերն ու հենակետերը։ Հանուն այս երեխաների եւ մեր ապագայի պետք է պայքարենք մինչեւ վերջ։ Երկար ժամանակ է ինչ շրջում եք տարբեր դիրքերում եւ շփվում եք զինծառայողների հետ, ովքեր հենց հիմա իրականացնում են մարտական հերթապահություն։ Ըստ ձեզ ինչի կարիք ունի հիմա առաջնագծում կանգնած զինվորը։ Կարիքները բազմաթիվ են եւ բազմապիսի, բայց յուրաքանչյուր զինվորի, սպայի մեծ ուրախությունը, երբ որ տեսնում է եւ լսում է, որ իր հայ ժողովուրդը, իր հարազատը, իրեն չճանաչող անձնավորությունը դրնի դա Երևանում, կնից ցանկացած հեռու մարզերում, ցանկացած այլ բնակավայրում իր հոգսով տարապում է, իր մասին մտածում է եւ հպարտանում է իրենով։ Այդ ջերմությունն է, այդ հոգատարությունն է, այդ համախմբվածությունն է, որ մեր սպային, մեր զինվորին ուժ է տալիս եւ աննկուն եւ անկոտրում հոգի։ Ինձ համար մեծ հպարտություն ու վեհություն է, որ այսպիսի սերունդ ունենք, որոնք առանց որևիցե մեկի կարգադրության կամ հուշումի իրենց սեփական նախաձեռնությամբ, անկախ նայած որ չեն գտնում սահմանի վրա, բայց իրենց նախաձեռնությունով, իրենց շրջապատին համախմբվելով իրենց լուման դրեցին, դա կլինի սննդամթերք ուղարկելով, դա կլինի ցանկացած այլ բան ուղարկելով։ Երբ մենք շտապում էինք Արցախ արտակարգ թողարկումներ տալու համար, ճանապարհին հանդիպեցինք ձեզ եւ չհասցրեցինք անգամ շփվել, հետաքրքիր է թե ինչ նպատակով եք Արցախում։ Դա ֆեդերացիայի կողմից մեր երկրորդ այցելությունն էր, մարտի ապրիլ 1-ից հետո մենք մի փոքր խմբով մեկնեցինք Արցախ, ֆեդերացիայի բոլոր անդամների ջանքերի շնորհիվ աջալներ եւ սնունդ եւ շուրջ 2 օրվա կամար վրան հայթայթեցինք, նոր վրաններ եւ տեղափոխեցինք Արցախ, որովհետեւ հզորությունը մեր միասնականության մեջ է եւ այս օրերին ոչ միայն մենք, այլ աշխարհի բոլոր հայերը իրենց համախմբվածությամբ ցույց տվեցին, որ մենք այն ժողովուրդն ենք, որ կարող ենք պետք է ժամանակ համախմբվել, ոտքի կանգնել եւ հերոսաբար մարտնչել թշնամու դեմ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է մտածում հակառակորդը, երբ տեսնում է մեր սահմանին երեխաներին ու լսում նրանց ծիծաղը։ Քանի մենք հայր ու որդի գնում ենք սահման, մեր ապագան երաշխավորված է։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարներ եւ ձեզ հետ է Նորեր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, ոգիս աստծուն պատիվս ինձ, զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։